Հայաստանում ռադիացիոն ֆոնը նորմայի սահմաններում է։ Հարևան Իրանից ռադիոակտիվ նյութեր չեն ներթափանցել մեր երկիր։ Հայաստանում միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգության ծառայության ղեկավարի խոսքով, քանի դեռ ամերիկյան գերժամանակակից ռմբակոծիչներով թիրախավորում են իրանական միջուկային օբյեկտները, ռադիացիոն ճառագայթման վտանգը բարձր է։ Հիշեցնում են մասնագետները, ճառագայթը չի երևում, չունի համ, հոտ, բայց չափազանց վտանգավոր է։ Գենետիկ մուտացիաներ, քաղցկեղ, անգամ մահվան պատճառ կարող է լինել։ Եվ ռազմական գործողությունները չավարտվեն, նման վտանգ կա։ Հասկանում եք, ամեն ինչ կարող է լինել։ Մի քանի պարզ քայլ, որ պետք է իմանալ ճառագայթային ամպից պաշտպանվելիս։ Մնալ փակ տարածքում, ամուր փակել բոլոր դռներն ու պատուհանները, անջատել օդափոխության համակարգը։ Եթե դուրս գալն անխուսափելի է, հագնել երկարաթև փակ հագուստ, ծածկել բերանն ու քիթը խոնավ շորով կամ դիմակով, չօգտագործել բաց տարածքում պահված մթերքը, խմել միայն փակ շշով կամ ծորակից եկող ջուր։